Ողջույն բոլորին, այսօր կսովորենք, թե ինչպես ստեղծել առաջին կոնտենտը Reducate Studio-ում և ինչպես գրանցվել այնտեղ։ Սկզբի համար մտնում ենք studio.reducate.app link-ով և սեղմում ենք Sign Up կոճակը։ Այստեղ գրում ենք մեր անուն ազգանունը։ Այստեղ գրում ենք մեր մեյլը։ Եվ այստեղ ստեղծում ենք մեր գաղտնաբառը։ Դրանից հետո սեղմում ենք Sign Up կոճակը։ Որպեսզի գրանցվենք ինչպես աշակերտ, սեղմում ենք աշակերտի վրա և սեղմում ենք Join to Community School։ Սեղմելուց հետո ձեր մեյլին արդեն կգնա կոդ, որը պետք է բերեք և տեղադրեք այստեղ և սեղմեք Verify կոճակը։ Այդ կոճակը սեղմելուց հետո դուք արդեն կհայտնվեք Reducate Studio-ում։ Studio-ում հայտնվելուց հետո մենք տեսնենք այս էջերը, սկսենք My Results-ից։ My Results էջը նախատեսված է աշակերտների համար որպես օրագիր։ Այն աշխատում է այն դեպքերում, երբ օրինակ ուսուցիչը ստեղծում է կոնտենտ իր համար նախատեսված էջով, և այդ կոնտենտը իր մեջ պարունակում է quiz, այսինքն տեստ, երբ աշակերտը անցնում այդ տեստը, այդ տեստի արդյունքները հայտնվել են My Results պատուհանում։ Բայց այսօր եկեք խոսենք միայն ինչպես ստեղծել կոնտենտ։ Կոնտենտը ստեղծելու համար, երբ որ չունեք կոնտենտներ, այս home page-ից կարող եք ստեղծել։ Երբ որ ունեք կոնտենտներ, արդեն այդ կոնտենտները կհայտնվեն այստեղ և ստեղծելու համար պետք է գնաք արդեն Create Content բաժինը։ Create Content-ում նախ առաջինը ընտրում ենք, թե որ առարկայցի լինելու է մեր կոնտենտը։ Օրինակ համար եկեք ընտրենք կենսաբանություն։ Դրանից հետո Topic բաժինը պետք է ընտրենք։ Ուրեմն Topic բաժինը, եթե պրոյեկտենք ֆիզիկայի վրա, օրինակ ֆիզիկան առարկան է, իսկ Topic-ը այդ դեպքում կլինի օրինակ օպտիկան։ Բայց աշակերտների գործը հեշտացնելու համար մենք այն սարքել ենք General, այսինքն աշակերտները կարիք չունեն ինչ-որ Topic ընտրելու, այն հիմնականը ուսուցիչների համար է, որ նրանք ստեղծեն Topic-ը և այդ Topic-ը բերեն այստեղ տնեն։ Իսկ աշակերտների համար ավտոմատիկորեն ընտրվում է General։ Դրանից հետո արդեն ընտրում ենք, թե որ դասարանի համար է լինելու այդ ստեղծված կոնտենտը։ Եկեք ընտրենք 7-րդ դասարանի համար։ Հետո արդեն այդ կոնտենտի համար ավելացնում ենք ինչ-որ նկար, այդ կոնտենտին վերաբերվող։ Եկեք օրինակ այս սրտի նկարը ավելացնենք։ Դրանից հետո արդեն ընտրում ենք, թե ինչ լեզուներով է լինելու մեր ստեղծած կոնտենտը։ Այստեղ կարող ենք ընտրել կամ մի լեզու կամ որքան ուզում ենք։ Եկեք ընտրենք, ես օրինակ ընտրեմ հայերենը ու անգլերենը։ Դրանից հետո տալիս ենք Next։ Ուրեմն եթե ընտրել ենք մեկ լեզու, միայն այդ լեզվով ենք լրացնելու այս ինֆորմացիան։ Եթե մի քանի լեզու ենք ընտրել, օրինակ ես ընտրել եմ և հայերեն և անգլերեն, այս ինֆորմացիաները պետք է երկու լեզվով լրացնեմ։ Head structure Description բաժինը նախատեսված է, որ մի քանի նախադասությունով նկարագրենք, թե ինչի մասն է լինելու մեր կոնտենտը։ Ես ուղղակի այստեղ տեստ կգրեմ, բայց բոլոր կարող եք լրացնել, այսինքն մի քանի նախադասությունով նկարագրեք, թե ինչի մասն է ձեր կոնտենտը լինելու։ Ու պարտադիր է, եթե մի քանի լեզվով եք ընտրել կոնտենտը ստեղծելուց առաջ, այդ մի քանի լեզվով պետք է լրացնեք այս ինֆորմացիաները։ Բանը, ինչ վերաբերում է այս type-ին, երբ որ դուք ընտրեք այստեղ lesson, այդ ձեր ստեղծած կոնտենտը և հայտնվում է աշակերտի համար նախատեսված վեբ հարթակում, բլոգում, և հայտնվում է այն Reducate ծրագրի մեջ։ Իսկ եթե ընտրեք միայն բլոգ, այն միայն հայտնվելու արդեն աշակերտի համար նախատեսված այդ բլոգի մեջ։ Բայց նախընտրել որ ընտրեք lesson, որ երկու տեղում է երևա։ Իսկ այստեղ էս content status-ը, եթե show է ինքը ցույց է տալու կոնտենտը, եթե hide է ինքը այդ ձեր ստեղծած կոնտենտը չի երևալու։ Բայց մենք ընտրում ենք show, որպեսզի երևա։ Երբ որ տալիս ենք next, հայտնում ենք արդեն կոնտենտի ստեղծման գործիքների էջում ինչ ենք տեսնում այստեղ 5 գործիք, այսինքն կարող ենք ստեղծել quiz, կարող ենք ավելացնել վիդեո, աուդիո,
text եւ 3D model։ Ուրեմն content-ը կամ կարող է այս բոլոր 5 գործիքների ստեղծ 5 գործիքներն օգտագործել, այսինքն content-ը պարունակի եւ 3D model, եւ text, audio, video եւ quiz, կարող է օրինակ միայն text պարունակել կամ օրինակ միայն video։ Այդ արդեն դուք ձեր ընտրությամբ ավելացնում եք։ Եկեք սկսենք 3D model-ից։ Քանզի իմ content-ը վերաբերում է սրտին, այստեղ մենք տրամադրում ենք 10000-ի չափով 3D model-ներ, որի մեջ կարող եք ուղղակի այստեղ միայն անգլերենով search անել ձեր նախընտրելի մոդելը, ինչ մոդել կուզենաք լինի։ Մեր դեպքում տալիս ենք search, այստեղ բերում է այդ մեր որոման պատասխանները, այստեղ կարող ենք գնալ առաջ էջերով եւ ընտրել, որը կուզենանք։ Եկեք այս մեկ ընտրենք։ Կամ եթե այստեղ չգտնեք ձեզ նախընտրել ինչ-որ մոդել, ինտերնետից կամ կարող եք հենց դուք ստեղծել ինչ-որ 3D մոդել, բայց միայն կարևոր պայմանը, որ այդ 3D մոդելի ֆորմատը լինի GLB։ Եվ այդ GLB մոդելը բերեք եւ տեղադրեք այստեղ։ Երբ որ ընտրելուց հետո այդ loading-ը ավարտվեց, այստեղ կտենեք, որ արդեն մոդելը մեր մոտ ներմուծվել է եւ կարող եք արդեն նրա հետ աշխատել։ Որպեսզի մոդելը հետ աշխատենք, ստեղծում ենք արդեն այս annotation button-ը ու արդեն տեսնում ենք մեր մոդելը երաչափ միջավայրում։ Ուրեմն ինչպես ենք աշխատում մոդելի հետ։ Նախ սկսենք թե ինչ չափեր են այս չափերը 17 սանտիմետրը։ 17 սանտիմետրը երբ քանի որ մեր Reducate հավելվածը օգտագործում է AR տեխնոլոգիաներ, որը հնարավորություն տալիս է 3D մոդելները տեսնել մեր միջավայրում, այս չափերը այն չափերն են, թե ինչ չափով է այդ 3D մոդելը լինելու մեր միջավայրում։ Այս դեպքում այդ սիրտը լինելու 17 սանտիմետր, երբ որ տեղադրենք մեր միջավայրում։ Թե ինչպես այն լինում, հաջորդ քայլերում ցույց կտամ։ Հիմա ինչ կարող ենք անել այս 3D մոդելի հետ, ուղղակի սեղմում ենք ինչ-որ մասերի վրա, սրտի, եւ այդ մասով ինֆորմացիաներ ենք ավելացնում, ունենք մաս 1 Բայց այստեղ դուք արդեն ավելի մանրամասն կգրեք ինֆորմացիան, թե ինչ մաս է սրտի այս մասը եւ դրա մասին կարճ նկարագրություն։ Եվ տեսեք, եթե մեր մոդելը ունի իր վրա անիմացիաներ, օրինակ մեր դեպքում այստեղ կա տեստ անիմացիա, որը սրտի բաբախումն է։ Ինչ է անում այս կետը, երբ որ արդեն հարթակում կամ բջջային հավելվածում կլիկ անենք այս կետի վրա, բացի որ ինֆորմացիաները կբացի, այսինքն ցույց կտա թե ինչ կետ է այդ կետը եւ դրա մասին ինֆորմացիա, նաեւ կարող ենք ավելացնել, որ երբ որ սեղմում ենք այս կոճակի վրա, աշխատի տեստ անիմացիան։ Եկեք այս մեկը թողենք, որ տեստ անիմացիան աշխատի եւ մեկ այլ կետ սարքենք։ Եվ այս երկրորդ կետը իր վրա անիմացիա չի լինի, այսինքն երբ որ սեղմում ենք երկրորդ կետի վրա, միայն կտեսնենք այդ կետի անվանումը եւ նրա մասին ինֆորմացիան։ Երբ որ ավարտեցինք արդեն 3D մոդելի աշխատանքը, սեղմում ենք save։ Անցնենք text բաժնին, ուրեմն text-ը, եթե դուք ունեք արդեն պատրաստի text, այն կարող եք ներմուծել կամ եթե չկա, կարող եք օգտագործել մեր AI գործիքը, որը առանց ինչ-որ prompt գրելու միանգամից ձեր համար կգեներացնի տեքստը։ Որպեսզի տեքստը գեներանա, ուղղակի սեղմեք generate կոճակը։ Բայց նաև կարող եք սեղմել generate also quiz եւ այն ոչ միայն կգեներացնի ձեր համար տեքստ, այլ նաև կգեներացնի quiz։ Այստեղ ուղղակի պետք է նշել թե քանի հարց է մեր quiz-ը պարունակելու, ինչ բարդության են հարցերը լինելու եւ ինչ պատասխաններ, ինչ ձևի պատասխաններ են նրանք ունենալու, այսինքն մեկ ճիշտ պատասխան այդ հարցը ունենալու, մի քանի ճիշտ պատասխաններ հարց ունենալու, թե օրինակ լինելու է ես այո կամ ոչ պատասխաններ։ Ես ընտրեմ ուղղակի ստանդարտ ու կարող ենք սեղմել generate։ Ու երբ որ generate անում, օրինակ տեսեք, ես ընտրել եմ երկու լեզու հայերեն եւ անգլերեն, այդ երկու լեզվով այս ինֆորմացիաները հասանելի լինելու։ Եթե օրինակ մեկ եք սեղմել, մեկ լեզու եք ընտրել, այդ մեկ լեզվով ուղղակի ինքը սարքելու այդ տեքստը եւ quiz-ը։ Մի փոքր սպասում ենք, մինչեւ այն կգեներացնի։ Տեսեք, այստեղ արդեն ինֆորմացիան հայտնվեց
Եվ ես քանզի նշել է երկու լեզու այդ ինֆորմացիան եղավ։ Հաջորդ թիվ կարող ենք ավելացնել, եթե ունեք audio ֆայլը կարող եք այստեղ ներբեռնել, եթե ունեք վիդեո ֆայլը կարող եք ներբեռնել։ Ու քանզի ես երկու լեզու եմ նշել, կարող եմ երկու լեզուի համար ներբեռնել, անգլերեն եւ հայերեն տարբերակները, եթե մեկ լեզու եք նշել, կարող եք մեկ լեզուի համար ներբեռնել։ Իսկ quiz-ը արդեն, քանզի ես նշել եմ, որ ինքը ավտոմատ է գեներացնի quiz, իմ մոտ quiz-ը գեներացել է եւ անգլերեն եւ հայերեն։ Բայց եկեք ցույց տամ, թե ինչպես են ձեռքով quiz ավելացնում, ուղղակի վերջի պլյուս նշանն եք սեղմում, add another question, այստեղ գրում եք ձեր հարցը, ուրեմն, ու պատասխանները, որպեսզի ավելացնենք այլ պատասխաններ, ուղղակի այս պլյուսիկով ավելացնում ենք այնքան պատասխան, ինչքան մեզ պետք է։ Եկեք հասկանանք ինչ է իրենց ներկայացնում question type-երը։ Եթե նշված է single answer, այսինքն մեր հարցը կարող ունենալ ընդամենը մեկ ճիշտ պատասխան։ Եվ ինչպես նշել ճիշտ պատասխան, ուղղակի այս ճիշտան եք տեղը դնում, որը ճիշտ պատասխան է, ճիշտ պատասխանը կողը այդ ճիշտան դնում եք։ Եթե multiple answer-ը նշված, այսինքն մեր հարցը կարող ունենալ մի քանի ճիշտ պատասխան։ Կարող է այս 3 պատասխաններն ճիշտ լինել, կարող են 2-ը լինել։ Բայց եթե գնանք single answer, ընդամենը միայն մեկն է ճիշտ լինելու։ Ու կա text input։ Եթե text input ենք նշում պատասխանի ձևը, աշակերտի մոտ, այսինքն ով անցնել է ձեր quiz-ը, երևալու է միայն հարցը եւ տակ լինելու է պատուհան, որտեղ նա իր ձեռքով մուտքագրելու է պատասխանը։ Երբ որ այդ պատասխանը մուտքագրվի, այդ պատասխանը արդեն հայտնելու է ուսուցչի մոտ, ով կստուգի այդ պատասխանը եւ կասի ճիշտ է թե սխալ։ Իսկ այս դեպքում արդեն համակարգը ավտոմատ տեսնելու թե ձեր ճիշտ պատասխանը համընկնում է այստեղի նշված ճիշտ պատասխանի հետ, արդեն աշակերտին միավորը տալու է։ Եվ այստեղ կարող եք հարցի նաեւ գցել նկար։ Այսինքն եթե ձեր հարցը պետք է նկար կամ հարց ինչ որ նկարի վերաբերյալ է, կարող եք այդ նկարը տեղադրել եւ այդ հարցը այնտեղ կհայտնվի։ Երբ որ արդեն մենք ավելացեցինք quiz-ը, audio-ն, վիդեոն եւ տեքստը եւ 3D մոդելը, ուղղակի սեղմում ենք publish կոճակը։ Publish կոճակը սեղմելուց տեսնում ենք, որ արդեն մեր կոնտենտը հայտնվեց։ Հիմա, քանզի մենք նշել ենք lesson, այստեղ նշել ենք lesson, ինքը հայտնվել է եւ աշակերտների համար նախատեսված բլոգում, որը կարող եք մուտք գործել գրելով ուղղակի community.reducate.app եւ տեսեք արդեն մեր կոնտենտը հասանելի է։ Տալիս ենք read more, այստեղ տեքստն է, այստեղ կարող ենք լեզուները փոխել, հայերեն թե անգլերեն, այստեղ մեր 3D մոդելն է եւ կլիկ ենք անում այդ ինֆորմացիան տեսնում ենք։ Եվ այստեղ quiz-ն է։ Իսկ quiz-ը անցնելու համար ուղղակի ձեր login parole-ով նորից մուտք եք գործում համակարգ եւ անցնում եք, կամ ձեր ընկերներն են մուտք գործում համակարգ, անցնում են այդ quiz-ը ու տեսնում պատասխանները։ Իսկ ինչպես այն երևալու բջջային հեռախոսի վրա, եկեք ուղղակի վիդեո օրինակ ցույց տամ, թե ինչպես է այդ մասը աշխատում։ Դուք պետք է ընդհանրապես ներբեռնեք մեր հավելվածը Play Market-ից կամ App Store-ից, մուտք գործեք ձեր login parole-ով եւ հայտնվեք այս էջում։ Արդեն ծրագրի մեջ ընտրեք ձեր ստեղծած կոնտենտը, տեքստային մասը կարդաք, այսպես այդ ձևաչափով հասանելի լինելու, մոդելները հասանելի լինելու եւ 3D միջավայրում, եռաչափ միջավայրում, այսինքն տեսնելու եք այդ կանաչ կետերի վրա սեղմեք եւ ինֆորմացիաները կարդաք, կամ AR տարբերակով, ինչպես նշեցի, AR-ը հնարավորություն է տալիս, որ ձեր ստեղծած մոդելը ձեր միջավայրում տեսնեք։ Ու այնտեղ են չափերը, ինչ չափեր տեղադրել եք, այդ չափերով էլ հենց այդ մոդելը ձեր միջավայրում հասանելի լինելու։ Ու նաև quiz-ն եք այսպես անցնել, այսինքն մտնելու եք quiz, պատասխանը ընտրեք եւ տեսնեք արդյոք ճիշտ է թե սխալ։ Եվ նաև ծրագրի մեջ ունենք AI ուսուցիչ, ով ձեզ կարող է օգնել առաջացած հարցերի դեպքում։ Նրա հետ կարող եք եւ
խոսել chat-ով եւ կարող եք voice-ով խոսել, այսինքն դուք իրեն հարց I'm not տաք sure what you're asking. հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ նա ձեզ այդ հարցերին պատասխանի։ Or rephrase your question. Yes, I can do that. Այսքանով արդեն մենք սովորեցինք թե ինչպես ստեղծել content Reducate-ի web ստուդիայով։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար։